Չէ։ Եվ իհարկե շատ բարձր տրամադրություն ունենք այսօր։ Իհարկե, դե քանի որ հունիսի 1 է, եւ մենք չենք կարող մեր տաղավար չարարել այս պահին մեր եթերի ամենահայտնի փոքրիկներին, երեխաների, ովքեր իրենց յուրահատկությամբ ու տաղանդով զարմացնում են, հիացնում են ու վստահեցնում, որ ապագան հրաշալի է լինելու։ Got Talent Հայաստանից Սվետլանա Ջանվելյան, Ստելա, ոյ, ներողություն, Ստելա Ջանվելյան, Նարա Բաբայան եւ Կարեն Չիլինգարյան, բարի առավոտ։ Բարև ձեզ, դուք այնպես չի առաջին անգամ եք մեր տաղավարում, արդեն այսպես վստահ եմ հարմարվել ենք, մի քիչ գործընկեր ենք իրար։ Կարեն, դու դուրս մնացիր նախագծից, բայց դա չի խանգարում, որ Կարենը շարունակի լինել Շանթի ամենահայտնի փոքրիկներից մեկը։ Այ ինչ տրամադրվածություն ունես, վստահ եմ երաժշտական ուղղվածությամբ մենք ես դեռ կտեսնենք Շանթի մյուս նախագծերում, երաժշտական նախագծերում, Այո, ես դուրս մնացի Got Talent-ից, բայց չեմ նեղվել, չեմ հուսահատվել, ուրիշ նախագծերի կմասնակցեմ անպայման։ Մենք ես կսպասենք, որովհետև վստահ եմ հեռուստադիտողն էլ արդեն քեզ եւ ճանաչում է եւ սիրում է։ Աղջիկները դեռ նախագծում են, այսինքն նրանց տեսնելու ենք արդեն եզրափակչում եւ Ստելան երկուսն էլ այսինքն զարմացրին, բայց մի քիչ ուրիշ ձև էիք, այսինքն ակրոբատիկ հնարքներով զարմացրիք հեռուստադիտողին, չգիտեմ, ականջներում այլ երաժշտություններ հնչում, բոլորովին այլ բան էիք, ինչ որ այնպիսի բաներ է, որոնք իմ համար այնքան sense անհասկանալի են եւ որ ես ամեն անգամ նայում, հիանում եւ ոգևորվում եմ։ Ոնց եք պատրաստվում եզրափակչին։ Էլ ոնց պետքա զարմացնեք։ Դե ես արդեն գեղեցիկ բեմադրության վրա ենք աշխատում Քրիստինա Հովակիմյանի հետ, իմ պարուսույց։ Շատ գեղեցիկ բեմադրություն է լինել, բայց թող անակնկալ լինի։ Համաձայն եմ, թող լինի, Ստել դու։ Հետաքրքիր լինի։ Իմ համար մենք էլ ենք արդեն մտածել, բայց ես էլ եմ ուզում, որ բոլորի համար անակնկալ լինի։ Եվ շատ հետաքրքիր ելույթ է լինելու։ Նախագծից փակագծերը չբացենք։ Այո, եւ եկեք ձեզ հաջողություն մաղթենք եւ մի փոքր կտրվենք նախագծի լարվածությունից եւ հասկանանք թե այսօր ինչպես եք նշել, քանի որ այսօր ձեր օրն է եւ եկեք շնորհավորենք ձեզ եւս մեկ անգամ, եկեք հասկանանք ինչպես եք պլանավորել այդտեն ձեր օրը ընտանիքի, ծնողների հետ։ Ինչ եք անելու։ Դեռ չեմ պլանավորել, բայց ինձ թվում է ընկերներիս հետ։ Հրաշալի, ինչ որ տեղ եք գնալու, թե ուղղակի հավաքվելու եք, լավ ժամանակ անցկացնեք։ Հրաշալի։ Հաճախ եք այդ նույն տեսակով նշում, թե կոնստանտ եք որոշումների մեջ։ Շատ լավ։ Դուք աղջիկներ։ Դե ես պլանավորել եմ իմ մոտիկ ընկերներով եւ իմ քույրիկի հետ գնալ Երևան պարկ։ Հրաշալի, իսկ դու։ Իսկ ես այսօր պարապմունքներ ունեմ եւ մտածում եմ հենց իմ ընկերների հետ էլ այնտեղ կնշեմ եւ բոլորին եք շնորհավորել։ Այ դուք բոլոր նշեցիք ընկերներ։ Ես միայն շատ հետաքրքիր հարց ունեմ։ Նշեցիք ընկերներ։ Դուք իրար ընկերներ չեք։ Ինչ իրար գուցե իրար հետ եք նշելու։ Այ չեք մտածել, կարող է իրար հետ նշեք այսօրը։ Մենք է ձեզ միանանք, ես ու Զարան ձեզ միանանք եւ մի հրաշալի օր ունենանք այսօր։ Համաձայն եք։ Այո։ Վերջ։ Պայմանավորվեցինք։ Այսօր երեկոն, եթե անգամ զբաղված լինեի, ես պատրաստ էի ազատել իմ օրը։ Նախագծին մասնակցելուց հետո ընկերների վերաբերմունքը, դասընկերների վերաբերմունքը ոնց է փոխվել, ձեր գրաֆիկի վրա առհասարակ ոնց է ազդել նախագծին մասնակցելը, որովհետև կարող է շատերի մոտ տպավորություն ստեղծվի, որ վայ, բայց երեխեքը չեն հասցնում մանկություն վայելել, բայց վստահ եմ այդպես չի։ Ոնց եք հասնում խաղալ, սովորել, այդքան տաղանդավոր լինել։ Օրինակ ես տարբեր խմբակների եմ մասնակցում եւ այդ խմբակները շատ են եւ ես չեմ հասցնում նրանցից մի քանիսին մասնակցել, որովհետեւ արդեն եզրափակիչ եմ հասել եւ շատ ենք աշխատում իմ ելույթի վրա եւ զբաղվածությունը իմ արդեն շատացել է մի քիչ։ Դուրս իջնում խաղում եք։ Մեր ժամանակ այդպեսի բան կար, իջնում դուրս ռեզին էինք խաղում, գորոզա էինք խաղում, անուն գորոցի էինք խաղում։ Մեր ժամանակ էլ կա, Զարթյան, մեր ժամանակ էլ կա, չէ՞ երեխաներ։ Ինչ եք խաղում Այո, դուրսում։ մենք էլ ենք իջնում։ Դե այդպիսի խաղեր ենք խաղում եւ կարող ենք նաեւ ազատորերին, ես օրինակ իմ ազատորերը շատ ջերմ եմ անցկացնում իմ ընկերուհիների, քույրիկների հետ
ընտանիքիս հետ եւ շատ ուրախ եմ, որ ես ազատ օրս անցկացնում եմ հենց նրանց հետ։ Նարդու, ինչ ես անում ազատ օրերին։ Դե իմ գրաֆիկը բավականին շատ զբաղված է, բայց եթե ինչ-որ տոն է լինում կամ ազատ օր, ես իմ ընկերների հետ ինչ-որ տեղ եմ կազմակերպում, որ հավես օր անցկացնենք։ Անտիր, դպրոցում հաճախ են լինում առաջարկներ, հրավերներ, որ ինչ-որ միջոցառում գեղեցկացնես քո ներկայությամբ, էլ ավելի։ Իմ դասղեկը ընկեր Կադայանը առաջարկեց, կարող է լինի հանդես եւ նա առաջարկեց ես պարեմ։ Ներսելի։ Եվ հավեսա ընդունում ես այդ առաջարկը սիրով։ Ինձ էլ են առաջարկում, դպրոցում իմ դասղեկը նույնպես եւ իմ տնօրենը, իմ դասղեկը ընկեր Հովսեփյանը առաջարկում է ինչ-որ մեր հանդեսներին մասնակցեմ, նվագեմ եւ ես շատ ուրախ եմ, որ ինձ ասում են։ Ես շատ ուրախ եմ, որ ինձ կանչում են։ Դիր, կար դու ինչ կասես դպրոցում ոնց են գործերը ընթանում, ոնց ես հասցնում համադրել դասերը, երաժշտական դպրոցը։ Ճիշտ է, իմ գրաֆիկն էլ է շատ զբաղված։ Դպրոցում ամեն միջոցառման ինձ կանչում են, ես երգում եմ միշտ։ Սիրով երգում ես։ Դու ես ընդունում երգերը, թե ասում են ինչ պետք է երգել։ Իրանք ասում են ինչ պետք է երգեմ, բայց եթե այդ երգը չգիտեմ կամ լավ չի ստացվում մոտս, ուրիշ երգ եմ ընտրում, ես երգում եմ։ Անտիր, դրսում ինչ-որ խաղեր, ֆուտբոլ, Այո, ընկերներիս հետ միշտ ֆուտբոլ կամ համակարգչային խաղերով։ Տեսնում ես, բաղացումից չեն խաղում։ Խաղում են, իհարկե խաղում են։ Նա համոզեցիք։ Համակարգչային, բայց խաղում են։ Դա է խաղ, այո։ Իհարկե նախագիծը դեռ չի ավարտվել։ Ամեն ինչ դեռ արժևում է, բայց եկեք հասկանանք ինչ է ձեզ տվել նախագիծը։ Ինչ ձեզ տվեց արդեն որ հասկանում եք, որ գուցե դա լինի ընկերություն, որը արդեն ունեք, ես տեսնում եմ։ Գուցե այլ հմտություններ, որոնք չեք պատկերացնում։ Օրինակ մենք շատ լավ ընկերներ ենք դարձել նախագծի ընթացքում եւ նախագիծը մեզ տվել է ավելի վստահություն, որպեսզի մենք ավելի շատ լավ պատրաստվենք եւ որ չանցնենք թեկուզ չհաղթենք, չնեղվենք։ Օրինակ ես ամեն մի մասնակցի համար, ով չի անցել, շատ եմ տխրել եւ շատ հուզված էի, որ քիչ հուզված էի, որ չի անցել, որտեղ շատ էի լարված ու մտածում էի ով կանցնի։ Ես ամեն մի մասնակցի համար լարված էի։ Հատկապես որ քո անունը առաջինը տվեցին։ Ես վախեցա։ Հերոստատիտողների քվեարկությամբ ասենք, որ ես չի պատկերացնում, որ ինձ հերոստատիտողի քվեարկությամբ կանցնում, մտածում էի ժյուրիները, բայց փաստորեն ես անցա ամենաշատ ձայները։ Շնորհակալություն մեր։ Դա պետք է ավելի շատ ինքնավստահություն տա։ Նար ինչ երազանքներ ունես։ Գիտեմ, որ երազանքների մասին չեն խոսում, բայց նպատակների մասին արժի խոսել։ Ես փոքր ժամանակ երազում էի բարձրանալ մեծ բեմ եւ հիմա ես այս նախագծում Got Talent Հայաստան նախագծում արդեն իմ երազանքի մի մասը կատարվել է։ Ուրիշ երազանքներ, ուրիշ նպատակներ, ինչ ոլորտում ես մտածում շարունակես, գուցե քո նպատակների մեջ ինչ-որ բան փոխեց նախագիծը։ Դե իմ նպատակը, որ ես շատ լավ պարով զբաղվեմ եւ սիրեմ իմ գործը, բայց ինձ թվում է կարող եմ զբաղվել դերասանությամբ։ Օ, այնպես որ սպասենք առաջ։ Ռեժիսորներ եւ պրոդյուսերներ կարող եք դիմել Պարքի, ակրոբատուհի, երգչուհի, գեղեցկուհի, Ես վստահ եմ, մեր բոլոր երեխաներն եթե ցանկանան, կարող են, չէ՞։ Այո։ Այնպես որ դիմեք։ Կարդ ինչ նպատակներ ունես, նախագիծ ինչ որ առումով փոխեց քո երազանքների մեջ որևէ բան։ Այո, ես նայում էի հեռուստացույցով իմ տարիքի երեխաներին, ես էլ էի ուզում մասնակցեի հեռուստատեսության ինչ-որ մրցույթի, եւ Got Talent-ը ինձ թվում է ամենալավ տարբերակն էր։ Թե փորձ ձեռք բերելու, չէ, թե տեսախցիկների հետ աշխատելու հանելու մեջիցս։ Ընտիր։ Գրաշելի։ Նպատակներից էլ խոսեցինք, ես ակնկալում եմ, ես այսօր առավոտվանից ուզում եմ մանկական ինչ-որ երաժշտական կատարում լսեմ, հիմա ես չեմ կարող առիթը բաց չթողնել, 3 մանկական, չգիտեմ, երաժշտական ոլորտի ներկայացուցիչներ կան, դե մանկական չէ, դա մայր նշեցի, մանկական, եւ Սամվելի գլխավորությամբ ես շրջապատված եմ երաժշտական մարդկանցով եւ կարող եմ իմ այսօրվա փոքրիկ նպատակը կատարել նրանց շնորհիվ եւ լսել մանկական ինչ
ինչ-որ կատարում։ Զարա դու համեստություն ես անում, դու նույնպես շատ հրաշալի երգում ես, այնպես որ կարող ես միանալ մեզ։ Ինչ երգ երգենք միասին։ Մանկական։ Ինչ երգ, որ բոլորս գիտենք։ Ինչ որ մի բան առանց Երազանքների Օրինակ, որը Որը? Բոլորս գիտենք դա։ Երազանքների բարիքերին գիտենք բոլորս։ գիտենք բոլորս։ Մենք հաշվի չենք առնում, որ մենք տարբեր սերունդներ Հա, ենք։ գուցե եւ Իրենք գուցե չգիտեն այդ Արի ես երգը։ ու դու երգենք։ Չէ, ես Ես էլ կարող եմ երգել։ Երեքով երգենք։ սկսենք։ Դուք սկսեք։ Երազանքների բարի փերի քեզ խնդրում եմ երազանքներ դու կատարի ու մանուկների արի բարի անհամար երգեր ուրախ պահել դու պարգևի երազանքների բարի փերի քեզ խնդրում եմ երազանքներ դու կատարի ու մանուկների Անոգորել պարգևի Ես ուզարան երկեցինք Բայց ոնց որ նախորդ անգամ, այնպես էլ այս անգամ ես ակնկալում եմ ձեզանից լսել կատարումներ ամեն դեպքում, այսպես երգչախմբային տարբերակով չէ, չէ փոքրիկ, շատ փոքրիկ կատարում կար, քեզանից սկսենք։ Հունիսի 1-ին նվիրված երգ երգել։ Ընտիր, ես ուրիշ Հրաշալի։ իդեալական ուղղակի։ Մեկը հունիսի, օրը խինդով լի է, դու ինձ հետ կիսի, դե եկեք պարբռնենք, երգենք միասին, մանուկների տոնն է մեկը հունիսի։ Բրավո Մեկը հունիսի, օրը խինդով լի է, դու ինձ հետ կիսիր, դե եկեք պարբռնենք, երգենք միասին, մանուկների տոնն է մեկը հունիսի։ Բրավո Ընտիր, աղջիկներ, ամփոփելով եթերը։ Կարող եք առանձին երգել, կարող եք պայմանավորվել նույն երգը Ես կարող եմ մի փոքր պարել։ Պարելու հնարավորություն ցովոք չունենք մենք տեխնիկապես, բայց երգելու ունենք։ Կարող միասին երգել երկուսով երգեն։ Լավ, եթե ընդհանուր չգիտեք, առանձին ինչ-որ փոքր կատարում լսենք։ Մենք շատ ուզում ենք ձեզ լսել մի փոքրիկ հատված թեկուզ Ինչ գիտեք յուրաքանչյուր բան կապ չունի օրվա հետ Յուրաքանչյուր երգ Ես կարող եմ ապրել Կարող եմ- խաղաղի։ Կարող եմ Հայաստանի մասին երգ երգել։ Ընտիր, լսենք։ Երբ մի օր ետ դառնամ տունը իմ հայրերի կսփոփեմ կարոտը իմ սրտի իմ մայր Հայաստան ես երազում եմ հայրենի երկիր վերադառնալ Սա քո տունն է, քո փոքրիկ անկյունն է, պապիկի տնկած տարի պտուն է, երբ մեծանաս սրտումդ միշտ հիշիր, որ մայրդ քեզ ասում էր ու կանչում էր իմ փոքրիկ, սա քո տունն է, քո փոքրիկ անկյունն է, պապիկի տնկած տարի պտուն է, երբ մեծանաս սրտումդ միշտ հիշիր, որ մայրդ քեզ ասում էր ու կանչում էր իմ փոքրիկ Հայաստան։ Բրավո Ընտիր, ավելի լավ տարբերակով չենք կարող ավարտել այս հատվածը։ Հիմա մենք ձեզ առանց նվերներ չենք թողնում, Տուրիեսա Կարենին կփոխանցեմ դու աղջիկներին։ Մեր այսօրվա գործընկերը Սահար Սանը, օգտակար կաթեր մի քիչ ծանր է ոչինչ, օգտակար եւ համեղ կաթեր են, վստահ եմ կվայելեք դրանք այսօր, կկիսվեք նաեւ։ Իսկ մենք առաջ շարժվենք եւ ինչ անենք։ Գնանք, դիտենք գովաստ։ Այո, դիտենք գովաստ